Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Մեծ բահոց քարաստորյա ժամանակաշրջանի մեջն ենք։ Այս ժամանակաշրջանը խոնարհումի բահ է սիրելներ։ Ինքնակնության, անդրադարձի, զղջումի, ապաշխարության նույն մեղքերուն ետ չդառնալու եւ անոր համար պետք է մեր անձին վրա հսկենք բակ բառը արդեն ինչ կնշանակե բահել ինչը բահել մեր ցանկը մեր հոգին բահել հսկել անոր վրա որբեսի մեղքի մեջ չինանք որբեսի հոգին դադասներով փուշերով չծածկենք Եվ կարևորը սիրելիներ Աստուծո աչքին խոնարհիլն է։ Կարևորը Աստուծո հաճությունը շահիլն է մեծ բահոց ժամանակ եւ ոչ թե մարդոց հաճությունը։ Եթե մարդոց աչքին հբարդությամբ բակ բռնենք եւ միայն ուդելիքի եդևեն վազենք, ապա սիրելիներ Աստուծո աչքին զզվելի պիտի լա մեր այդ արարքը։ Մինչդեռ եթե իսկապես բայցողության ընթացքին մեր հոգին վրա աշխատենք, մեզ մեհերացնենք ամեն տեսակի մեղք, զղջանք, արցունք թափենք, գուրծ կծեծենք, ապաշխարենք, այդ ժամանակ Աստված մեզ պիտի քնահատե ու բարձրացնե։ Շատեր միշտ այս գասկածի մեջ են թե կամ գուզեն հասկանալ ինչ է բաքին եւ ձոմին դարբերությունը։ Ես այսօր ցեզի շատ կարևոր քանի մը բարերու մասին պիտի խոսիմ, ընթերցելով առավելապար շատ գարչ բաժինը Սուկրիկոր դաթևացի են, ուր սիրելներ Սուկրիկոր դաթևացին գխոսի թե ինչ է բակը, ինչ է ուդիկը, ինչ կնշանակե ուդիկ ուդել բարենգուկա եւ բակը քանի մասերը կփաղկանա Ուրեմն գսե Սուկրիկոր դաթևացին վարտաբետները գսեն որ ամեն գերագուր կբաժնվի երկու մասի թարգմանապարը որ կգարտամ մեկը որ երկրի ընթերքեն այսինքն դունգերեն եւ փույսերեն առաջ կուքա Եվ ադիգա բահոց գերագուրն է։ Ուրեմն ինչ որ քետնին դագեն գուքա, ինչ որ ընթերեն է, ինչ որ արմատ է, ինչ որ փույս է, անիգա բակի համար է այդ ճաշը։ Մյուսը գենթանական է եւ գարաչանա գենթանիներեն, ինչպիսիք են միսը, գաթը եւ նման այլ բաներ։ Բանիրը, լեպնին, մածունը, ցուն, ավգիթը եւ ասոն կհանդիսանան որպես ուդիկի գերագուր, ուդելիքի գերագուր։ Պետք է իմանալ այն որ բահոց գերագուրը հասարակ է, ընդհանրական է այսինքն եւ ամեն օր կարելի է օգտագործել թե բակի ժամանակ, թե ուդիկի ժամանակ։ Մինչդեռ ուդիկի գերագուրը միայն ուդիկի ժամանակ թույլատրելի է եւ ոչ բակի ժամանակ, քանի որ ուդիկի գերագուրը ունի զանազանություն, այսինքն գենթանի մարմինը եւ այն, որ գարաչանա գենթանի են։ Սիրելներ, բակի ուրեմն ջաշը կարելի է դարվա ընթացքին ոյե մեկ օր ուտել։ Բայցողության օր է կամ ուդիկի օր է, գապ չունի։ Կարելի է ուդել բակի ջաշը։ Մինչդեռ ուդիկի ջաշը, ուդիկը այն ջաշն է մսեղեններով, գատնեղեններով եւ այլն, զորս կարելի է ուդել միայն ուդիկի ժամանակ։ Կարելի չէ բակի ժամանակ ուդիկ անել։ Անոր համար սիրելներ մեծ բահոց բոլոր օրերը բակի ժամանակ են։ Մի թուկցեզ համոզեք որ շաբաթ գիրագի գրնամ բակը սփանալ։
նախընտրելի է սիրելներ առաջին շաբաթը, վերջին շաբաթը բակ բռնել եւ մեջտեղները չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն, քան թե այսպես շաբթվա ընթացքին բակ բռնեք եւ բակը փանակ, յետ բակը կոծեք, այդպես նելով սիրելներ բարձաբես թեթևի առած կլակ բայցողության այս ընթացքը եւ առավելաբար հոգ տարած կլակ մարմինին ուդիկը մարմինը զորացնելու համար է բակը հոգին զորացնելու համար է եւ այս մեծ բահոց օրերը հոգին զորացնելու ժամանակաշրջան է բակնալ ունի զանազանություն հիմա այստեղ 3 տեսակ բակերու մասին խոսի Սուրբ Գրիգոր Դատեվացին եւ կարևոր է որ հավատացյալները իմանան առաջինը կգոչվի բակ երկրորդը սրբաբակ եւ երրորդը ձոմաբակ հիմա մեկ բզդիկ բացատրություն կտա բակը այն է որուն ժամանակ ուդիկի գերագուր չօգտագործվիր այսինքն գատներեն մսերեն ցու եւ այլն չօգտագործվիր ինչպես որ ասինք այլ պետք է ուդել միայն այն ինչը բդուղներեն եւ փույսերեն է կարելի է ուդել սիրելներ գանաչեղեններ փույսեր ընթերեններ բդուղ բայց ոչ մսերեն ոչ գատներեն ոչ ցու հավգիտ իսկ սրբաբակը այն է որուն ժամանակ բահոց գերագուրեն որոշ բաներ գզադվին ուրեմն սրբաբակի ժամանակ սիրելներ գարկմը ուդելիքներ չենք ուդեր ինչ են ադոնք չնայած դունգերից է առաջ գալիս դունգերեն առաջ կուքան սակայն գբարարդացնեն մարմինը ինչպիսիք են ցեթը քինին եւ նմանօրինակ ուրիշ բաներ ըստ Սուրբ Գիրքին ցեթը եւ յուղը միանման գերբով գբարարդացնեն մարմինը իսկ քինին հարբեցողություն կառաջացնե եւ գփորփոքե մեղքի ցանկությունը ասոնցմե պետք է հրաժարիլ սրբաբակերու ժամանակ ուրեմն սիրելներ սրբաբակի ժամանակ անոր գուզե սրբաբակն էլ ես հիմա կբացատրեմ երբ կարելի է անոր գուզե սրբաբակն էլ պետք է հրաժարի սիրելիներ հետեւաբար ցեթեն նաեւ յուղեն անշուշտ խմիչքեն քինիեն եւ այլն իսկ ձոմաբակի ժամանակ գոկտակորձվի միայն հաց եւ ճուր իսկ մնացած ամեն բաներեն պետք է հրաժարիլ այդ ժամանակ նաև սիրելներ աղոհացից բայցողության ժամանակն է ուրեմն ձոմաբահությունը հաց եւ ճուր կամ աղոհացի բայցողության ժամանակն է եւ այս միջոցով անցը գմաշեցնե իր մարմինը սովով եւ ծարավով աստուծո սիրով սերեն ելելով եւ փերանին արկել կտնե փափուկ անուշահամ գերագուրներու համար եւ մարմինը գսկսի դգարանալ մեղքի կորձեր համար այս է բակին արժանիկը որ մարմինը դգարացնենք որ մեղքերը հերու մնա եւ ոչ թե մարմինը բարարդացնենք որ մեղքի մեջ ինա գզարմանամ սիրելներ երբ մարդիկ կսեն բակ բռնեմ ավելի գքերանամ ինչու որովհետեւ բակի ժամանակ գսեմ որ հաց շատ կուդեմ ցետով ջաշ շատ կուդեմ եւ հետեւաբար մարմինս կքերնա սա կնշանակե որ բակը իրեն կբռնեն միայն մսեղենները հերու մնալու համար այլ խոսքով ուդելիքի բակ կբռնեն եւ ոչ թե մարմինը դգարացնելու բակի ժամանակ մարդ պետք է ժուժգալ ցևով ապրի հիմա ուրեմն հիշենք գերագուրները երկուքի կփաշտվին բահոց գերագուրներ ուդիկ գերագուրներ բահոց գերագուրները կարելի է ամբողջ տարվա ընթացքին ուդել ուդիկ գերագուրները միայն այն օրերուն երբ բակ չէ բակնալ 3 մասի կփաշնվի առաջինը բայեցողությունն է սիրելիներ
բակն է, որու ընթացքին ուրեմն կարելի է արմատ, փույս, բդուղ, գանաչեղեն, ընթեղեն այդ բոլոր ուտել, այլ խոսքով գատնեղենեն անաստական բոլոր տեսակի գերագուրներեն հերու, գատ, մսեղեն, ցու, բանիր եւ այլն։ Ասիկա բակն է։ Երկրորդը սրբաբակն է։ Սրբաբակը ավելի խիստ բակ է, երբ քու այս բայեցողության ջաշետ դուրս կծկես ցետը, յուղը եւ այլն։ Այն բոլորը, որոնք մարմինը կբարարտացնեն, հետևաբար ավելի հում ջաշեր կարելի է ուտել, այսինքն կարելի է աղցաններ ուտել, կարելի է ուրեմն աբուր խմել առանց ցետի, խաշված ոսպ ուտել, սիսեր ուտել։ Այս բոլորը սիրելներ մարմինը դգարացնելու եւ հոգին զորացնելու, որբեսի ոչ թե գետրոնանք ջաշ եփելուն վրա, այլ ժամանակ տրամադրենք աղոթքի, խորհրդածության, Աստուծո խոսք ընթերցելու, զղջումի, ապաշխարության, որովհետև սիրելներ, եթե բակ բռնենք, սակայն ժամանակ չդրամադրենք աղոթքի, աստվածաշունչի ընթերցանության, հայրերու քրագանության ընթերցանության, բարեգործության եւ այլն, այդ ժամանակ ավելորդ կլա մեր բայեցողությունը։ Այդ ժամանակ բարձաբես ռեժիմ գտարնա, դիետա գտարնա, դայետ ռած կլանք։ Բարձաբես սիրելներ, մեր մտքի մեջ կունենանք, որ բսակ մունին քանի մը կիլո պետք է նիհարնանք, մարմինը քանի մը կիլո նիհարցած կլա, բայց հոգին զորացած չլար, հոգին զորացնող բաներ պետք է կատարենք մեծ բակի ժամանակ։ Եվ երրորդը ուրեմն, երրորդ տեսակը սիրելիներ, ձոմաբահությունն է։ Ձոմաբահությունը կամ աղոհացի ձոմաբահությունն է, որ օրվա մեջը մեկ անգամ գդոր մահաց քիչ աղ կամ հացի մեջ արդեն աղ կա, հաց եւ ջուր, որբեսի մարմինը դգարանալով ավելի հոգին զորացնենք։ Երբ կբահեին այս երեք բայեցողությունները, ասեմ սիրելներ, որ ընդհանրապես անցյալին, մոտիկ անցյալինալ, ուրեմն մեծ բահոց առաջին շաբաթը եւ վերջին ավակ շաբաթը եւ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն սիրելիներ մարդիկ աղով եւ հացով ձոմաբահություն գնային։ Անիկա ձոմաբահություն է։ Իսկ մնացյալ օրերուն անոնք սրբաբակ կնեին, այսինքն մանավանդ շաբաթ եւ գիրագի ցետ, յուղ եւ այլն չէին ուտեր։ Գրնային ամբողջությամբ բակ բռնել, ձոմաբահություն ունել, այսինքն բացարձակ ներողություն, բակ բռնել, այսինքն բացարձակ երբով մսեղեններեն հերու գնալ, իսկ շաբաթ գիրագի սրբաբակ բռնել, ցետ չուտել, յուղ չուտել, իսկ սիրելիներ, երբ որ ուրեմն Քրիստոսի չարչարանքներուն շաբաթներ ձոմաբահություն գնային, աղ եւ ջուր կխմեին, հաց եւ ջուր կխմեին աղոհացից, միայն որբեսի այդ ամբողջ շաբաթը խորհրդածությամբ անցնել։ Այսօր ովևէ մեկը իր մարմնի ուրեմն կարողության թիմատրողականութենեն գախյալ է թե ինչ տեսակ կուզե բակ բռնել, ովևէ մեկ արգելք չկա, ովևէ մեկ հստակ կանոն մնալ չկա, բայց սիրելիներ, եւ բակը շատ կարեւոր է մարմին համար, շատ կարեւոր է նաեւ հոգին համար, որովհետեւ մարմինն զանազան տեսակի թույները կմակրվի, երևակայեցեք որ բժիշկներն անգամ գտելատրեն որ ձոմաբահություն ունեն, ուրեմն ձոմաբահությունը նաեւ մարմինն կմակրե զանազան թույները, զանազան հիվանդությունները, իսկ հոգին ավելի կփուժվի, ավելի կարողանա եւ հոգեվոր սնունդ կտանք անոր, Աստուծո խոսքով կսնուցանենք, բակով, աղոթքով եւ այլն, բայց սիրելներ, եթե ովևէ մեկը առողջության հարցեր ունի եւ կվնասե իր մարմին անալ սխալ է, որովհետեւ մարմինը Աստուծո Սուրբ Հոգին դաջարն է եւ հետեւաբար ինչ որ ուժերեն վեր է, եկեղեցու հայրերը գսեն սատանայեն է։ Բեք չէ սիրելներ
մարմինը ամբողջությամբ չարչարել, եթե մեր ուժերեն վեր է։ Եվ ասեմ, դարվա ընթացքին, երբ որ դուք բացի հինունքի ժամանակ, այսինքն հարութենեն մինչև ամբարձում այդ ժամանակ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն բակի օրեր չեն, այլ ուդիկի օրեր են, իսկ դարվա ընթացքին, եթե դուք չորեքշաբթի եւ ուրբաթ վարժեցնեք ձեր մարմինը բայեցողության, մսեղենները դուք ցեզ գդրեք, նաեւ ցուգալ չուդվիր սիրելներ, հայաստանյա ցարակելական մեր եկեղեցին ցուգալ չուդեր, այլ հիշեցեք, որ ցուգով բակը գպանա, զադիգեն մեկ օր առաջ, կամ բոլոր նավագադիկներեն մեկ օր առաջ, հետևաբար այդ ժամանակ սիրելիներ մենք կսկսենք վարժվել բայեցողության եւ երբ որ հասնի ձոմաբահության օրերը գրնանք ձոմ բայել։ Այսօր ասեմ, որ ձոմաբահություն կնշանակե ոչինչ ուտել։ Ինչպես որ երբ հաղորդում դստանանք, պետք է անսվաղ ըլլանք, անսվաղ կնշանակե անոթի, քաղցած։ Ինչու? Որտեւ նախ սիրելիներ Դեր Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը կընդունենք մեր մեջ, նախ հոգեվոր ջաշը կընդունենք եւ ապա մարմնավոր ջաշը։ Եվ վերջին բամնար նավագադիկ։ Նավագադիկ կնշանակե սիրելներ դոնահանտես, նոր դան, նոր եկեղեցվո բացում եւ այլն։ Բայց այսօր մեր եկեղեցվո մեջ 5 դաղավար դոներ կան. Սուրբ Ծնունդը, Սուրբ Զադիգը, Վարդավառը, այսինքն Հիսուսի այլագերբության օրը, Աստվածամոր դոնը եւ Սուրբ Խաչի դոնը։ Այս դոներեն մեկ օր առաջ նավագադիկ կոչվի։ Եվ նավագադիկի ժամանակ սիրելիներ թեև գարտոնվի գատներեն ուդել եւ ցուկ ու ցու ուդել, ցուկ եւ հավգիտ ուդել, բայց մսերեն կարելի չէ ուդել։ Դագավին բակը կշարունակվի, բայց բակի այդ խիստ բայցողությունը գտեթևծվի եւ գարտոնվի ցու ուդել, ցուկ ուդել, գատներեն ուդել, հաջորդ օրը մեծ դոնեն, դաղավար դոնեն յետքն է որ գարտոնվի, յետ մսերեն ուդել։ Ուրեմն նավագադիկնալ սիրելներ այն ժամանակն է, երբ որ բակը գմեղմացվի, սակայն դագավին մսերենե հերու բահված կլանք, որբեսի հաջորդ օրը մեծ դոնեն յետք կարողանանք ուդիքի ջաշեր ուդել։ Ավասիկ այս բոլոր դարբերություններու մասին ցեզի խոսեցա, թողելով ցեզի սիրելներ եւ մանավանդ ձեր հոգեվոր հոր հարցուցեք, թե ինչպես դուք կրնաք բակը բռնել, գուզեք բայեցողություն ունել, այսինքն գատներենեն, մսերենեն հերու գենալ, ամբողջ ժամանակաշրջանին 40 օրյա բայեցողության ընթացքին եւ առավել ավակ շաբաթը, այսին ընդհանուր 50 օր գլա։ Գուզեք սիրելներ երբեմն սրբաբակ անել, այսինքն ցեթերենեն, ցեթ եւ յուղ եւ այլն բաներեն ամբողջությամբ հեռանալ, ինչ որ մարմինը կբարարդացնե, եւ գուզեք սիրելներ ձոմ բահել, կամ ամբողջությամբ լրիվ չուդել, չխմել, օրինակ ավակ 5 շաբթի գիշերը, երբ որ Հիսուս վերջին ընթրիքը ըրավ, մինչև ավակ շաբաթվա երեգոն նավագադիկ սիրելներ, հետևաբար կարելի է ոչինչ ուդել, որովհետև Քրիստոս ոչինչ կերավ եւ խաչին վրայեն անգամ ծարավ է մսավ։ Հետևաբար մենք ալ այդ դարաբանքը ապրելու համար կարելի է ոչինչ ուդել, ձոմաբահությունն էլ, իսկ անոնք, որոնք չեն գրնան սիրելներ ձոմաբահության ընթացքին աղուհացիցնել, այսինքն հաց եւ ջուր խմել, ուդել եւ խմել եւ հերու մնալ ամեն տեսակ ուդեստեղները։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թեև ուդեստեղներու մասին ցեզի խոսիմ, բայց նպատակը քիծակ հոգին զորացնելու համար է եւ ոչ թե ուդելիքին վրա գետրոնալու։ Ընդհակառակը, երբ սիրելներ համեստ խոնար ուդելիքներ գուտենք, կնշանակե որ մեր ուշքը ուդելիքին վրա չէ, այլ մեր ուշքը հոգիի զորության վրան է։ Եկեք այս մեծ բահոց սկանչելի օրերը օգտագործենք հոգին զորացնելու համար, ապաշխարությամբ մաքրելու համար, արցունք տապելու համար, մեղքերեն ցերպազատելու համար, մեր հոգին խոնարեցնելու համար, որբեսի դեսնես սիրելներ ու մեզ բարձրացնե եւ հավիտենական կյանքին ընդունի։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։